Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք, միացրեք ծանուցումները, որպիսի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։ Վերջին շրջանում համառ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ մինչև նոր տարի Վարդան Ղուկասյանը, Դոգը, կարող է հայտնվել ազատության մեջ։ Եվ սա արդեն պարզապես խոսակցություններ չեն, այլ կիսափակ ակնարկներ տարբեր կողմերից, այնպիսի միջավայրերից, որոնք սովորաբար չեն սխալվում։ Օդում իսկապես զգացվում է նախաամանորյա լարվածություն։ Կարծես ինչ-որ մեկը սեղանի վրա դասավորում է ֆիգուրները, պատրաստում սցենարները և հարթակ է ձևավորում նոր քաղաքական դրամայի համար։ Եթե ազատ արձակումը իսկապես տեղի ունենա, անմիջապես առաջանում է գլխավոր հարցը, որը հետաքրքրում է բոլորին՝ կողմնակիցներին, հակառակորդներին, լրագրողներին և վերլուծաբաններին։ Ուր կգնան նա։ Որ երկիր կարող է մտնել այն բանից հետո, երբ ստիպված կլինի լքել ԱՄՆ-ն։ Որ տարբերակն է անվտանգ, որը հնարավոր և որն է բացարձակապես բացառված։ Առաջին հայացքից թվում է, թե տարբերակները շատ են, սակայն երբ սկսում ես յուրաքանչյուրն առանձին վերլուծել, հաշվի առնել ռիսկերը, քաղաքական քարտեզը և պետությունների իրական շահերը, գրեթե բոլոր ճանապարհները մեկը մյուսի հետևից փակվում են։ Եվ ամենահետաքրքիրը, դրանք փակվում են ոչ թե զգացմունքներից կամ համակրանքից, այլ սառը հաշվարկված աշխարհաքաղաքական տրամաբանությունից։ Առաջին և ամենաբնական տարբերակը թվում է Հայաստանը։ Տուն, հող, լսարան, մարդիկ, աջակցություն, բնական միջավայր։ Սակայն որքան խորն ես նայում, այնքան ավելի պարզ է դառնում՝ սա պատրանք է։ Այսօր Հայաստանում քաղաքական մթնոլորտը չափազանց նյարդային է, և Ղուկասյանի նման ֆիգուրի վերադարձը կդառնա ոչ թե պարզապես իրադարձություն, այլ պայթյուն։ Նրա յուրաքանչյուր խոսք կվերածվի տրիգերի, յուրաքանչյուր եթեր ալիքի, յուրաքանչյուր հայտնվելը ռեզոնանսի։ Իշխանությունները դա հիանալի հասկանում են, նրանց համար վերադարձը նշանակում է ընդդիմադիր օրակարգի ուժեղացման ռիսկ, լարվածության աճի ռիսկ և այնպիսի կենտրոնի առաջացում, որի շուրջ կարող են համախմբվել դժգոհները։ Իսկ ցանկացած քաղաքական համակարգ միշտ փորձում է խուսափել նման կենտրոններից։ Նույնիսկ եթե մի կողմ թողնենք քաղաքականությունը, մնում է անվտանգության գործոնը։ Այս պահին Հայաստանի համար նա տարածք է, որտեղ լիովին խոցելի կլինի։ Յուրաքանչյուր քայլը կարող է սահմանափակվել, յուրաքանչյուր մեդիա քայլը ուղեկցվել ճնշումներով, ստուգումներով, հանձնաժողովներով և իրավական ծուղերով։ Սա ենթադրություն չէ, այլ քաղաքական պրակտիկա։ Հետևաբար, որքան էլ այս տարբերակը հուզանորեն ջերմ թվա, այն իրագործելի է, Հայաստանը չէ։ Հայաստանը փակվելուն պես հայացքը իներտորեն ուղղվում է դեպի Եվրոպա, կարծես այնտեղ բացվում են նոր հնարավորություններ՝ ստայունություն, ժողովրդավարություն, դիվանագիտություն, սփյուռք, բարեհաճավ վերաբերմունք հայերի հանդեպ, բարձր կենսամակարդակ։ Սակայն Եվրոպան իրականում միֆ է, որը գործնականում աշխատում է բոլորովին այլ կերպ։ Եվրոպական միությունը հսկայական բյուրոկրատական մեքենա է, որտեղ քաղաքականապես պայծառ և կոնֆլիկտային ֆիգուրներին ընդունում են չափազանց հազվադեպ։ Եվրոպան չի սիրում անկանխատեսելիություն, չի սիրում արևելքից եկող բարձրաձայն հանրային խաղացողների և չի ցանկանում ներգրավվել այն երկրների ներքին գործերում, որտեղից գալիս է քաղաքական ծանր անցյալ ունեցող անձը։ Ղուկասյանի դեպքում Եվրոպայի համար չկա նա շահ, նա օգուտ, նա ռազմավարական հետաքրքրություն։ Կամ մի բան՝ պաշտոնական Երևանի հետ հարաբերությունները բարդացնելու ռիսկ։ Եվ ոչ մի եվրոպական երկիր չի գնա այդ քայլին հանուն մարդու, որը կարող է լարվածություն ստեղծել հայկական ներքաղաքական դաշտում։ Հետևաբար Եվրոպան էլ փակ է։ Եթե դիտարկենք առանձին երկրները, պատկերը ավելի կոշտ է դառնում։ Ֆրանսիան, չնայած հզոր հայկական սփյուռքին և պատմական կապերին, չի ընդունում արևելքից եկող աղմկահարույց քաղաքական ֆիգուրներ առանց լուրջ լոբինգի և ռազմավարական շահի։ Գերմանիան առավել ևս, այն երկիր է, որտեղ ցանկացած միգրացիոն կամ քաղաքական գործընթաց անցնում է տասնյակ ֆիլտրերով և ամիսներ է տևում։ Մնացած Եվրոպայում Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Բելգիա, սկանդինավյան երկրներ իրավիճակը նույնն է։ Եվրոպան ամբողջությամբ փակ է։
Եվ մնում է մի տարածք, որի մասին շատերը խոսում են առանց փաստերը հաշվի առնելու, սակայն հենց վերլուծությամբ այն դառնում է միակ հնարավոր տարբերակը։ Դա Ռուսաստանն է։ Շատերը լռում են, բայց հարցը պարզ է։ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։ Ինչ Եվրոպա։ Եվրոպան այսօր Թուրքիան է, իսկ պատմականորեն հենց Ռուսաստանի կայսրության շնորհիվ մենք վերագտանք մեր հողերը եւ Խորհրդային Միության շնորհիվ անկախություն։ Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ միաժամանակ համընկնում են մի քանի գործոններ՝ քաղաքական իրականություն, մեդիա հնարավորություններ, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ճնշումների բացակայություն, հզոր հայկական սփյուռք, մեծ շուկա, կոնֆլիկտային ֆիգուրներից չվախենալու մշակույթ եւ անվտանգություն ապահովելու կարողություն։ Ռուսաստանում նա կարող է ոչ միայն գտնվել, այլ իրականում գործել, վարել եթերներ, ներկայանալ մեդիա դաշտում, ասել այնինչ անհրաժեշտ է համարում, աշխատել լսարանի հետ։ Այստեղ կա մեծ հայկական սփյուռք եւ հսկայական ռուսալեզու լսարան, որը արդեն ծանոթ է նրա կոնտենտին։ Ռուսաստանը շուկա է, որտեղ նրա ձայնը չի արգելափակվի բյուրոկրատիայով կամ քաղաքական սահմանափակումներով։ Դա երկիր է, որը տարիներ շարունակ ընդունել է մարդկանց, որոնք այլ երկրներում կորցրել են աշխատելու հնարավորությունը, եւ միաժամանակ չի վախենում ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ էլ Հայաստանի արձագանքից։ Այն գործում է սեփական քաղաքական տրամաբանությամբ։ Եվ գլխավոր գործոնը անվտանգությունն է։ Հայաստանում նախոցելի է, Եվրոպայում սահմանափակված, ԱՄՆ-ում չի մնա, Ռուսաստանում նա ստանում է կայունություն, կանխատեսելիություն, ենթակառուցվածք, լսարան եւ զարգանալու հնարավորություն։ Հենց սա է դարձնում Ռուսաստանը օպտիմալ տարբերակը։ Եվ հենց այս եզրակացությանն են գալիս նորություններ 360 ալիքի վերլուծաբանները։ Եթե ազատ արձակման մասին խոսակցությունները հաստատվեն, ապա ամենալոգիկական ուղղությունը կլինի Ռուսաստանը, միակ երկիրը, որտեղ նա կարող է շարունակել իր մեդիա եւ հասարակական գործունեությունը, մնալ լսելի եւ ազդեցիկ, առանց այն միջավայրի, որտեղ յուրաքանչյուր քայլ արգելափակվում է քաղաքական հանգամանքներով։ Այսպիսով բոլոր ճանապարհները, բոլոր տրամաբանական շղթաները եւ բոլոր վերլուծությունները հանգում են մեկ կետի։ Եթե նա դուրս գա, ապա ճանապարհը կտանի այնտեղ, որտեղ կա տարածք, կա լսարան եւ կա պաշտպանված աշխատելու հնարավորություն։ Եվ դա Ռուսաստանն է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղ մեկ լայք։ Միացրեք ծանուցումները, որպիսի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։